Ամուսինս սիրում է մի դիրքով հարաբերություն ունենալ, իսկ ես տհաճություն եմ զգում, միշտ փորձում եմ փոխել, չի ստացվում, ինչպես վարվեմ։ Դիրքի ընտրությունը շատ կարևոր է, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը կնոջ օրգազմի մասին է։ Երբեմն մեր ավանդական հայկական դիրքերը, որոնք որպես կանոն հաճախ կիրառվում են տղամարդը վերևից, կինը ներքևից, այդքան էլ հաճույք չեն պարգևում, հատկապես այն դեպքում, երբ կինը դեռևս հեշտոցային օրգազմ չի ապրել։ Շատ կարևոր է հաշվի առնել, որ որպեսզի կինը հաճույք ստանա, կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ հարաբերության ժամանակ անդամի ներհրումը լինի հնարավորինս անցավ, սեռաշարժումները լինեն դանդաղ եւ խորը, եւ դիրքերը նաեւ հարաբերության ժամանակ փոփոխվեն գոնե հարաբերության ընթացքում կիրառելով 2, ցանկալի է նաեւ 3 դիրք։ Նույն դիրքերի կիրառման ժամանակ կնոջ մոտ կարող է չառաջանալ խոնավությունը, լյուբրիկացիա ասվածը եւ դրա արդյունքում կարող է նկատվել ցավ, քանի որ փաստորեն այս դեպքում արդեն նկատվում է հեշտոցային չորություն։ Բացի այդ, կարևոր է հաշվի առնել, որ ծլիկը, որը գտնվում է հեշտոցամուտքի հարևանությամբ, եւս էրոգեն զոնա է եւ հարաբերության ժամանակ կարելի է անդամի գլխիկով հպվել ծլիկին, նույնպես դրանով իսկ կնոջը պարգևել սեռական բավարարվածություն, իսկ ընթացքը շարունակել արդեն ներհեշտոցային հարաբերության տեսքով, փաստորեն դրանով իսկ տղամարդը կապահովի կնոջ համար անհրաժեշտ պայմանը, գրգռվելը, որովհետև ծլիկը, ինչպես գիտեք, զգայուն էրոգեն զոնա է, իսկ հետո շարունակելով հեշտոցային հարաբերությունը կնոջը կհասցնի հեշտոցային օրգազմի, դրանով իսկ ապահովելով կնոջ սեռական բավարարվածությունը։